Բարև ձեզ։ Արարատ Նյուզի տաղավարում է քաղաքագետ Դավիթ Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր էլ շարունակում է իր վերջին օրերի ռազմավարությունը, կեղծ հաղորդագրությունների տարածումը սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի պաշտպանության նախարարը այսօր հայտարարել է, որ սահմանային կուտակումներ չկան, բայց հետաքրքիր է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն առնվազն դիվանագիտական մակարդակում չի խոսում սահմանային իրավիճակի լարման վերաբերյալ։ Սա ինչով է պայմանավորված ու առհասարակ ինչի է ձգտում հասնել Բաքուն։ Բաքուն այս արշավը, վերջին արշավը, որը հիմա ընթանում է դեռևս, մեդիադաշտում այս ինֆորմացիա տարածել եւ այլն, սկսել է մոտավորապես 1 շաբաթ 10 օր առաջ, ուղիղ այն բանից հետո, երբ սկզբից ադրբեջանական կողմը, հետո հայկական հայտարարեցին, որ կողմերը կարողացել են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի բոլոր դրույթները։ Բարդ է կոնկրետ պատասխանել թե ինչի համար, բայց ենթադրություններից հիմնականը եւ գլխավոր իմ կարծիքով այն է, որ Ադրբեջանը այս կերպ, այս հայտարարությունների միջոցով փորձում է ցույց տալ, որ ապակառուցողական կողմը ամեն դեպքում շարունակում է մնալ Հայաստանը։ Այսինքն նրանք տարածում են մի շարք հայտարարություններ հրադադարի ռեժիմը խախտելու մասին, դա Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է տարածում։ Միևնույն ժամանակ այս ամենին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հիմնականում որոնք ուղիղ աֆիլիացված են կամ նախագահի աշխատակազմի հետ կամ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ եւ այլն, այս լրատվամիջոցները շարունակում են նույն թելը թելել, այսպես ասենք, եւ գրել հոդվածներ, մի շարք հարցազրույցներ եւ այլն, որտեղ հիմնական միտքը կրկին այն է, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի։ Հատկանշական է նաև, որ այս ամենը տեղի ունենում այն բանի ֆոնին, երբ պայմանագրի դրույթները համաձայնեցնելուց հետո մենք տեսանք, որ ամբողջ աշխարհից գրեթե եղավ արձագանք, այսինքն միգուցե Ադրբեջանը չէր սպասում այսպիսի արձագանքի, որ այսպիսի լայն արձագանք կգտնի այդ ամենը, եւ մի շարք երկրների կողմից, եվրոպական, նույն ԱՄՆ-ի կողմից մենք դա տեսանք, ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Վոլցի գրառումը հատկապես այստեղ կարևոր է նշել, որ նա խոսել էր այս թեմայի մասին եւ հույս հայտնել, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կկնքեն այդ պայմանագիրը։ Այս ամենից ենթադրելով կարող ենք ասել, որ Ադրբեջանը չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիրը եւ այդ իսկ պատճառով այս ամբողջ մեդիա աղմուկը բարձրացնում է, որպեսզի ուղղակի ցույց տա, որ Հայաստանը շարունակում է մնալ դեստրուկտիվ կողմ Ադրբեջանի համար։ Միջազգային արձագանքից դեռ կխոսենք, այսինքն ստացվում է զուտ պայմանագրի ստորագրման գործընթացը վիժեցնում է Ադրբեջանը, բայց արդյոք էսկալացիայի իրական վտանգ կարող է լինել։ Մեր հայ-ադրբեջանական սահմանին միշտ էսկալացիայի վտանգ կա, ուղղակի տվյալ պահին ինչպես արդեն նշել էր Հայաստանի պաշտպանության նախարարը, կարծես թե կուտակումներ չկան։ Մի շարք վիդեոներ են տարածվում ամբողջ համացանցում, հատկապես Telegram-յան հարթակում, որտեղ թվացial ինչ-որ շարժեր են Ադրբեջանի կողմից, ինչ-որ զինտեխնիկայի կուտակում եւ այլն, սակայն այդ վիդեոները հիմնականում հին են կամ չեն համապատասխանում իրականությանը կամ այլ տեղերում են նկարված եւ այլն։ Այսինքն ռեալ ուժերի կուտակում կարծես թե սահմանին այս բան չկա, ինչը մեզ հիմք է տալիս կարծելու, որ հավանականությունը այս բանը այդքան էլ բարձր չէ սահմանային էսկալացիայի։ Ամեն դեպքում հիմնական վարկածը շարունակում մնալ այն, որ Ադրբեջանը ուղղակի վիժեցնում է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Քանի որ մենք հայկական կողմից տեսնում ենք այդ ամբողջ պատրաստակամությունը, Հայաստանի վարչապետը մի քանի գրառում արդեն արել է տարբեր սոցցանցերում, որ Հայաստանը պատրաստ է, հենց ինքը վարչապետը պատրաստ է գնալ այդ պայմանագրի ստորագրմանը։ Հայաստանի արտգործնախարարն է նշել, որ կարող ենք տեղ եւ ժամ արդեն հարմարեցնել եւ գնալ ստորագրման, բայց ադրբեջանական կողմը այս ամենին չի պատասխանում եւ նրանց պատասխանը հիմնականում այդ նախապայմանների հետ է կապված, որոնք նրանք արդեն շարունակ ասում են մի որոշ ժամանակ։ Աջիզադեն այսօր հայտարարել էր արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնալ կորածների հարցով, պետք է գործընթաց սկսվի։ Այո, Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հանդես եկավ հերթական հայտարարությամբ, որը նրանք արդեն վերնագրել էին, ինչպես Արարատ Միրզոյանի Հայաստանի արտգործնախարարի վերջերի կարծեմ 3 տված ասուլիսին պատասխան, որտեղ Աջիզադեն կրկին կրկնում էր իրենց նույն թեզեր այդ երկու նախապայմանների մասին, խաղաղության պայմանագիրը ստորագրելու, որոնցից առաջինը դա Հայաստանի սահմանադրության հետ կապված խնդիրներն են, որոնք Ադրբեջանը տեսնում է, եւ երկրորդը դա Մինսկի խմբի ցրումն է։ Սակայն այս ամենի հետ միաժամանակ սկզբում Ադրբեջանը միայն փորձագիտական մակարդակով էր դեռևս մյուս նախապայմաններին անդրադառնում, սակայն արդեն գնալով դա կարող է ավելի պաշտոնական մակարդակ գալ եւ մենք տեսնում ենք, որ Հաջիզադեն արդեն ի թիվս այլ պայմանների խոսում է նաեւ այս ամենի մասին, օրինակ նա խոսում է, ինչպես դուք ասացիք, արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված խնդիրների մասին, որ նրանք պետք է վերադառնան իրենց հայրենիք եւ այլն, ինչպես նաեւ նա խոսում է անհայտ կորածների մասին, 4000 թիվ են նրանք գտել, որ այդ 4000 անհայտ կորածի մասին Հայաստանը ունի ինչ-որ
ինֆորմացիա չի տալիս Ադրբեջանին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մի շարք նախապայմաններ Ադրբեջանը ունի եւ իմ կարծիքով այս նախապայմանները գնալով ավելի շատանալու են։ Եթե ընդհանրացնենք ինչի մասին է խաղաղության պայմանագիրը, իշխանությունները հայտարարում են, որ սա այս պահին բխում է մեր շահերից, առնվազն խորհրդարանական ընդդիմությունը ասում է, որ սա Բաքվի պայմանների կատարումն է ամբողջությամբ։ Պետք է ուղղակի չկտրվել երևի թե իրականությունից տվյալ պարագայում, որովհետև Հայաստանում կան դեռ այդպիսի ակնկալիքներ կամ սպասելիքներ, որ խաղաղության պայմանագիրը կարող է բխել, խաղաղության պայմանագրում կարող է շատ պոզիտիվ բաներ լինել Հայաստանի համար։ Պետք է մենք առերեսվենք նախ եւ առաջ իրականության հետ, որ մենք տվյալ վերջին 5 տարում օրինակ Ադրբեջանի կողմից ենթարկվել ենք մի շարք ագրեսիաների, որոնց հետևանքով կորցրել ենք մի շարք տարածքներ եւ մի շարք կորուստներ ենք ունեցել։ Եվ այդ իսկ պատճառով խաղաղության պայմանագիրը նախ եւ առաջ ենթադրելի է, որ լինի Ադրբեջանի որոշակի պայմաններով, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի համար այն վատ բան է, քանի որ Հայաստանի համար խաղաղությունը ավելի արժեքավոր է այս բան, քան Ադրբեջանի։ Ամբողջ բալանսը եթե մենք վերցնենք թե ռազմական եւ թե տնտեսական եւ այլն, մենք այս իմ ասացի հաստատումը կստանանք, որ Հայաստանի խաղաղությունը ավելի պետք է, քան Ադրբեջանին եւ հետեւաբար Հայաստանը պետք է ավելի շատ ջանք գործադրի խաղաղության հասնելու, քան Ադրբեջանը։ Սա երևի թե պարզ ճշմարտություն է, որին իհարկե բարդ է առերեսվելը։ Եվ խաղաղության պայմանագիր կնքելը իհարկե դա Հայաստանի համար կլինի պոզիտիվ քայլ, սակայն պետք է հասկանանք, որ սա դեռ առաջին քայլն է, այսպես ասենք, այդ պոզիտիվ, որովհետև հետագայում մի շարք հարցեր կան, որոնք դուրս են մնացել խաղաղության պայմանագրից, խոսքը տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է, խոսքը դելիմիտացիա եւ դեմարկացիայի շարունակման մասին է եւ այլն։ Այսինքն չի նշանակում, որ խաղաղության պայմանագիր կնքելով Հայաստան եւ Ադրբեջանը վերջ կդնեն հակամարտությանը եւ կգնան դեպի խաղաղ ապագա։ Պայմանագիրը ընդամենը առաջին քայլն է, որը պետք է երկրներին հնարավորություն տա որոշակի դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ինչը հետագայում պետք է որ ավելի հեշտացնի մնացած բոլոր խնդիրներին անդրադարձը։ Եթե հնարավոր ձեր խոսքը բացեք, ինչով է ավելի ձեռնտու Հայաստանի պայմանագրի կնքումը։ Հիմնական պատճառը դա այն է, որ Ադրբեջանը տվյալ պահին թե ռազմական եւ թե մնացած ոլորտներով գերազանցում է Հայաստանին, այսինքն նոր պատերազմի ելքը շատ ավելի վատ կարող է լինել Հայաստանի համար, քան մենք ունեցել ենք մինչ այժմ։ Այսինքն Ադրբեջանը շարունակում է զինվել, նրանք մեղադրում են Հայաստանի ռազմականացման մեջ, որ Հայաստանն է գնում ռևանշիստական քայլերով եւ այլն, սակայն նույն Ադրբեջանը մի քանի անգամ ավելի արագ տեմպերով է այդ ամենը անում։ Այսինքն նրանք անընդհատ զենքեր են գնում Իսրայելից, եվրոպական մի շարք երկրներից, Սլովակիայից, Սերբիայից եւ այս գործընթացը կանգ չի առնում Ադրբեջանի մոտ, ինչպես նաեւ Ադրբեջանը տնտեսական բարվոք վիճակում է տվյալ պայն գտնվում ռուս-ուկրաինական պատերազմը շատ օգնեց Ադրբեջանին, որպեսզի նա մի շարք երկրների եւ մի շարք նոր ռեգիոններ բացահայտի իր համար, դա կլինի թե ռուսական ապրանքների հետ կապված նույն նավթի եւ գազի, թե դա կլինի օրինակ այսպես կոչեցված կոչյալ միջին միջանցքի մասին, որը Չինաստան, Կենտրոնական Ասիա եւ Ադրբեջան եւ այլն։ Այսինքն տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքը ավելի շահեկան է եւ հետեւաբար Հայաստանը պետք է փորձի խուսափել այս դեպքում պատերազմից։ Բայց տեսեք Հայաստանում դիմադիները պնդում են, որ պայմանագիրը չի հասցեագրում գերիների վերադարձի հարցը, չի երաշխավորում, որ Ադրբեջանը դուրս կգա օկուպացված տարածքներից։ Օկուպացված տարածքների հարցը ինձ թվում է ամեն դեպքում այս խաղաղության պայմանագրի մեջ ի սկզբանե չեն էլ դիտարկել գոնե 22 թվականի ագրեսիայից հետո, որովհետև Հայաստան եւ Ադրբեջանը սկսեցին դելիմիտացիա եւ դեմարկացիայի գործընթացը եւ իմ կարծիքով օկուպացված տարածքների հարցը լուծվելու է հենց այստեղ, այս մակարդակում։ Թե ինչպես դա կլինի, իհարկե դեռ բարդ է ասել, կրկին հասկանում ենք, որ ադրբեջանական կողմը շատ դժվար է գնում զիջումների կամ չի գնում զիջումների։ Եվ այստեղ արդեն կախված է թե ինչ աշխարհակահաղական փոփոխություններ կլինեն եւ Ադրբեջանի դիրքը որքանով շահեկան կլինի կամ շահեկան չի լինի տվյալ պահին։ Այդ հարցին ինձ թվում է դեռևս օրակարգում չէ այս օկուպացված տարածքների հարցը եւ դրան կողմերը կգան, երբ որ դելիմիտացիան եւ դեմարկացիան հասնի արդեն տվյալ հատվածին։ Ինչ վերաբերում է գերիների հարցին, ապա սա եւս մեկ հարց է, որ Ադրբեջանը ինձ թվում է կրկին դնում է շահարկման մեջ կամ դնելու է շահարկման մեջ, սակայն պետք է հասկանալ, թե ինչ գին Ադրբեջանը կպահանջի այդ ամենի դիմաց։ Իհարկե սա ամենազգայուն թեմաներից մեկն է հայ հասարակության համար, եւ Ադրբեջանը հենց ինքն էլ դա շատ լավ հասկանում է եւ շահարկում է այս ամենը։ Ձեր տպավորությամբ Ադրբեջանը ներքին լսարանին կամ ադրբեջանական ընդդիմությունը ինչպես է դիրքավորված խաղաղության պայմանագրի հարցում։ Ընդդիմությունից երևի թե սկսենք, Ադրբեջանում ընդդիմությունը արդեն 25 թվականին շատ վատ վիճակում է գտնվում, քանի որ նախորդ տարի տեղի ունեցան բռնաճնշումների հերթական ալիքները Ադրբեջանում, այնտեղ կային գոնե մի քանի կոնեկիս անկախ լրատվականներ, որոնք կամ փակվեցին կամ այդ լրատվականների ամբողջ անձնակազմը ձերբակալվեց եւ այլն, Ալիևի հիմնական քաղաքական ընդդիմադիրների մեծ մասը կրկին գտնվում են բանտերում,
Այսինքն Ալիևի ռեժիմը կարողացել է այնպես անել, որ ընդդիմությունը չունենա որևէ ներկայացվածություն Ադրբեջանում։ Նույնիսկ հասարակության այն բողոքները, որոնք կան, դրանք չեն կարող ինչ որ մի ձև արտահայտվել, քանի որ չկան այն մարդիկ, ովքեր դա պետք է ներկայացնեն։ Հասարակության բողոքը հենց մնում է հասարակության մակարդակում հիմնականում Ադրբեջանում եւ ավելի բարձր մակարդակի չի գնում։ Այդ իսկ պատճառով Ալիևի ռեժիմը կարծես թե խնդիրներ չի կարող ունենալ այս ամենի հետ գոնե մոտ ապագայում։ Ինչը վերաբերում է մյուս թեմային, որ հակահայկական քարոզչությունը միշտ Ադրբեջանում եղել է միավորող գործիք, սա իհարկե շարունակում է մնալ։ Կան նորից կարծիքներ, որ այս վերջին շրջանի ակտիվացում Ադրբեջանի կողմից նորից այս խնդրին է վերաբերվում։ Այսինքն Ադրբեջանի հասարակությունը շատ բազմաշերտ է, այնտեղ կան տարբեր էթնոսներ, տարբեր կրոնական խմբեր եւ այլն, տարբեր սոցիալական խմբեր, որոնք տարբեր մակարդակի են գտնվում եւ այդ ամենին միավորելու համար Ադրբեջանին պետք է մի ընդհանուր գաղափարախոսություն, որը գոնե վերջին 30 տարին Ադրբեջանում եղել է հակահայկական քարոզչությունը եւ այն շատ լավ կարծես թե աշխատում է նրանց համար։ Կարծիքներ կան, որ Բաքուն փորձում է արտաքին խաղացողների համար իր ստորագրության գինը բարձրացնել, այսինքն ֆինանսատնտեսական լրացուցիչ օգուտներ քաղել պայմանագրի դիմաց։ Հիշենք նաև Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը նա նշել էր, որ պետք է ռազմավարական դաշնակցության գնալ Միացյալ Նահանգների հետ։ Վերջին շրջանում ԱՄՆ եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում նկատվում է որոշակի հետաքրքիր տենդենսիա։ Իսրայելական The Jerusalem Post-ը վերջերս հոդված էր տպել, որտեղ խոսում էր այն մասին, որ հիմնականում խոսքը գնում էր այն մասին, որ ադրբեջանական Սոքար ընկերությունը Իսրայելում նոր գազային հանք է գտել եւ այն պետք է շահագործի, սակայն այնտեղ նաև խոսք էր գնում այն մասին, որ ադրբեջանական կողմը դիմել է Իսրայելին, որպեսզի Իսրայելը հանդես գա որպես միջնորդ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավացնել եւ նրանք դեռ անցած տարվա հուլիսից, երբ ԱՄՆ-ում չէին եղել նախագահական ընտրություններ, նրանք սպասում էին Դոնալդ Թրամփի գալուն։ Այսինքն ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ պետական կրկին կամ պետականին զուգահեռ եւ նույն Իլհամ Ալիևը իրենց հարցազրույցներում եւ հոդվածներում մի քանի անգամ նշել էին, որ Բայդենի վարչակարգի օրոք հարաբերությունները շատ վատացան եւ մենք սպասում ենք Դոնալդ Թրամփին։ Եվ հիմա Թրամփի վարչակարգի օրոք Ադրբեջանը ամեն կերպ փորձում է այդ հարաբերությունները լավացնել։ Այդ իսկ պատճառով իսկ ԱՄՆ-ն կարծես թե շահագրգռված է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է, ինչպես նա իրեն կոչում, խաղաղարար, այսինքն նա փորձում է աշխարհի բոլոր կոնֆլիկտները կարծես թե լուծել, դեռ հարցական է ինչքանով է դա ստացվում, սակայն հերթական կոնֆլիկտ լուծելը, որը կարող է լինել հայ-ադրբեջանականը, Դոնալդ Թրամփի վարկանիշը իհարկե կբարձրացնի թե Ամերիկայի ներքին լսարանի համար, որպեսզի նա ցույց տա, որ նա իրոք այդ կոնֆլիկտները կարողանում է լուծել։ Ադրբեջանում էլ են ինձ թվում է այս ամենը լավ հասկանում եւ կարող են նրանք ուղղակի վաճառել այդ ստորագրության գինը շատ բարձր։ Դա կլինի թե ուղիղ ներդրումներ, թե ինչ-որ կապեր ԱՄՆ-ի հետ եւ այլն։ Բայց կարծես թե Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականի պատասխանը դրան այն էր, որ պետք է գերիներին ազատ արձակել եւ հիմա ստորագրել պայմանագիրը եւ հետաքրքիր որ նա ասում է մենք դա պետք է անենք, այսինքն Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Հա, կարծես թե Միացյալ Նահանգները չի պատրաստվում տարածաշրջանի վրա աչք փակել, սակայն իհարկե դա առաջնային նշանակություն չունի Դոնալդ Թրամփի վարչակարգի համար, բայց ամեն դեպքում դա նրանց սեղանից դուրս չի գալիս այս հարցը, եթե այսպես ասենք, եւ հենց Մայք Ուոլցի գրառում այն մասին, որ գերիների խնդիրը նա հիշեց եւ խոսեց այն մասին, որ պետք է պայմանագիր ստորագրվի, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում փորձում է այդ ճնշումը կիրառել Ադրբեջանի վրա եւ այստեղ ինձ թվում է ուղղակի գնալու է բանակցային գործընթաց եւ առևտուր ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ, եթե ԱՄՆ-ը շարունակի այս նույն ձև գործել տարածաշրջանում։ Ադրբեջանին երևի թե համոզել, որպեսզի Ադրբեջանը ստորագրի եւ Ադրբեջանն էլ իր հերթին որոշակի գինք փորձի պահանջել այդ ամենի համար։ Նույն այդ հայտարարությունը ինձ թվում է ճնշում էր Ադրբեջանի վրա, Ադրբեջանն էլ դրան պատասխանում է ինչ-որ չափ, այս իր ապատեղեկատվություն տարածելով, որ Հայաստանն է դեստրուկտիվ կողմը։ Տեղի եւ ժամանակի հետ կապված մայիսի 9-ին սպասվում է հաղթանակի օրվա կապակցությամբ միջոցառումներ կմասնակցի Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը Զախարովան հայտարարել էր, որ պատրաստ են հարթակ տրամադրել պայմանագրի ստորագրման հետ կապված, ըստ ձեզ ինչպիսին կլինի Հայաստանի արձագանքը գուցե հենց մայիսի 9-ի այդ միջոցառման ժամանակ պայմանագիրը ստորագրվի։ Ըստ իս հայկական կողմը կարող է համաձայնվել այս առաջարկին, քանի որ դեռ կարծեմ Արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ ռուսական կողմը հանդես էր եկել նոր առաջարկով, Հայաստանը համաձայնվել էր այդ ամենին, նույն սցենարը կարող է այստեղ էլ կրկնվել։ Այսինքն կար ռուսական կողմի առաջարկը հարթակ տրամադրելու ինչ-որ մի բանի, Հայաստանը կարող է համաձայնվել դրան,
բայց գրեթե շատ մեծ հավանականությամբ Ադրբեջանը մերժելու է այս ամենը։ Ադրբեջանը չի գնա խաղաղության ստորագրման Մոսկվայում ամեն դեպքում իմ կարծիքով, այն պարզ պատճառով, որովհետև նրանք 2 ամիսը շատ քիչ ժամանակ է իմ կարծիքով, որ այդ նախապայմանների մասին նրանք մոռանան, որոնք նրանք ունեին։ Եվ եթե Հայաստանն էլ գնում է այդ նախապայմանների կատարմանը, ապա կրկին 2 ամիսը շատ քիչ ժամանակ է սահմանադրությունը օրինակ փոխելու։ Այդ իսկ պատճառով ես ցածր եմ համարում հավանականությունը Մոսկվայում մայիսի 9-ին խաղաղության պայմանագիր կնքելու եւ առհասարակ այս տարի գոնե Ադրբեջանը ինձ չի թվում, որ որևէ կոնստրուկտիվ դաշտ կգա եւ կփորձի ինչ-որ մեղմել իր պահանջները Հայաստանի նկատմամբ։ Բայց Հայաստանից հայտարարում են, որ 2026 կամ 2027 թվականներին կարող է Հայաստանի սահմանադրությունը փոխվել, նաև հայտարարում են, որ պետք է նաև Ադրբեջանի սահմանադրության հետ կապված խնդիրը լուծել, ուղարկել ազգային ժողովի նախագահն էր հայտարարել, որ պետք է երկու երկրների սահմանադրություններ ուղարկել Վենետիկի հանձնաժողով եզրակացության համար։ Հայկական կողմից հայտարարությունը իհարկե, եթե մենք Ադրբեջանի փոխարեն այլ երկիր վերցնենք, որ ավելի կոնստրուկտիվ մի շարք քայլեր արած կլիներ արդեն մինչ այժմ, կարող ենք համարել ռեալ, սակայն այս դեպքում Ադրբեջանի պարագայում ես դա մի փոքր էլ իրատեսական չեմ համարում, որ Ադրբեջանը համաձայնվի իր սահմանադրությունը կամ ինչ որ մի փաստաթուղթ ուղարկել Վենետիկի հանձնաժողով քննման, որովհետև Ադրբեջանը նախ եւ առաջ, ինչպես գրել էր ադրբեջանական գլխավոր քարոզչամեքենա լրատվականներից մեկը, հաղթող կողմը չի գնում զիջումների, հաղթող կողմը իր պայմաններն է թելադրում։ Եվ մենք դա Ադրբեջանի պարագայում հատկապես հիմա շատ լավ ենք տեսնում, որ Ադրբեջանը այս գոնե սահմանադրության հարցում որևէ կոնստրուկտիվ լուծման չի ցանկանում գնալ։ Այսինքն նրանց պայմանը նրանք դրել են, չգիտեմ, 1 տարի առաջ եւ այդ 1 տարին նրանք չեն փոխել այդ պայմանը։ Եվ թե այս տարի ինչ կլինի, որ նրանք կփոխեն, դա միայն հավանական բան այն է, որ ինչ որ լուրջ աշխարհակահական փոփոխություն կարող է լինել, որի արդյունքում Ադրբեջանի դիրքերը կդադարեն լինել այսքան շահեկան։ Իսկ մենք միջազգային հանրությունից հնարավոր է տեսնենք բավարար ճնշում Բաքվի վրա։ Միջազգային հանրությունում իրականում շատ քիչ խաղացողներ կան, ովքեր կարող են Բաքվին ճնշել, մեկը հենց ԱՄՆ-ն է, որը կարող է Բաքվի վրա որոշակի ճնշում գործադրել, մյուսը երևի թե Թուրքիան է եւ երրորդը իմ կարծիքով Ռուսաստանը։ Այստեղ կարող ենք նաեւ Իսրայելին ավելացնել, սակայն հայ-իսրայելական կապերը ինձ թվում է այնքան զարգացած չեն, որպեսզի Իսրայելը որևէ միջնորդի դեր ստանձնի։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, այստեղ Ադրբեջանը ուրիշ խաղ է խաղում իրականում։ Ադրբեջանը հարաբերությունները զարգացնելով վերջին տարիներին Ռուսաստանի հետ եւ հիմա էլ արդեն Իսրայելի հետ ստեղծել է իր արտաքին քաղաքականության մեջ բալանսավորման այսպիսի մի մեխանիզմ, երբ որ նրա վրա ճնշումը սկսում է գործադրվել Թուրքիայի կողմից օրինակ, նա կարող է թուրքական ճնշմանը բալանսավորել Մոսկվայով։ Երբ որ ճնշումը շարունակվում է Մոսկվայից, նա կարող է դա բալանսավորել Անկարայով կամ Թել Ավիվով եւ այլն։ Այսինքն Ադրբեջանը իր արտաքին քաղաքականության մեջ կարողացել է հասնել գոնե 3 երկրի հետ այնպիսի մակարդակի հարաբերությունների, որ նրանցից ոչ ոք շատ ուղիղ ճնշում չի կարողանում գործադրել Ադրբեջանի վրա։ Նույն Թուրքիայի պարագայում, եթե խոսում ենք, Թուրքիան ինքը նույնպես Ադրբեջանից կախված երկիր է այս պարագայում, Ռուսաստանը նույնպես։ Թուրքիայի կախման մակարդակը հիմնականում նրանում է, որ Թուրքիայի էներգետիկ ոլորտում Ադրբեջանը շատ լուրջ ներդրում ունի, մոտավորապես 50% էներգետիկայի դա Ադրբեջանն է սպասարկում, գումարած այս ամենին Թուրքիայի օրինակ ամենամեծ արտաքին ներդրում կատարող ընկերությունը դա ադրբեջանական Սոքարն է։ Վերջին 18-19 տարիներում նրանք մոտավորապես 18-19 միլիարդ դոլարի ներդրում են արել Թուրքիայի տնտեսության մեջ։ Պլյուս թուրք ժողովրդի իհարկե կարծիքը ոչ ոք չի մոռանում, որովհետև թուրք ժողովուրդը գաղտնիք չի, որ Ադրբեջանի հանդեպ դրական կարծիք ունի։ Եվ եթե օրինակ Էրդողանը գնա որոշակի ճնշման եւ փորձի ճնշել Ադրբեջանին, ապա ընտրազանգված միգուցե նա կորցնի։ Այսինքն այս պարագայում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի վրա բացարձակ ճնշում կարծես թե ոչ մի երկիր գոնե այս բան չի կարող գործադրել, բացարձակ ճնշում կլիներ, եթե այս բոլորը միակարծիք լինեն եւ նույն բանը ցանկանային, սակայն այդպես կարծես թե չի լինում։ Մարգարեի անցակետը այսօր բացվել է 10 օրով Սիրիա հումանիտար բեռ ուղարկելու նպատակով, ինչպես է գնահատում այս քայլը, հաշվի առնելով, որ Հայաստանը կարող է նաև օդային ճանապարհով բեռ ուղարկել։ Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա այստեղ ինչ որ ես ասում եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, այստեղ նույնը երևի թե ավելի շատ պետք է ասենք, այսինքն հայ-թուրքական հարաբերություններում նախ եւ առաջ ընդունենք, որ սահմանը մենք չենք փակել, այլ փակել է Թուրքիան, եւ բայց ավելի այդ սահմանի բացում ավելի պետք է ոչ թե հենց Թուրքիային, այլ երևի թե հենց Հայաստանին։ Այսինքն հայկական կողմը կրկին է այստեղ ավելի շատ ջանք է փորձում գործադրել, թե հայտարարությունների մակարդակով ենք մենք դա տեսնում եւ թե հենց ռեալ գործերում նույն Մարգարեի անցակետը վերակառուցելը դա ռեալ գործ է, որը հայկական կառավարությունը արեց։ Եվ Հայաստանը շատ շահագրգիռ է, որպեսզի Թուրքիայի հետ ունենա բաց սահմաններ, եւ այս ամենը դրա հերթական քայլն է։ Օրինակ Մարգարեի անցակետը այս 10 օրով բացել է, հերթական անգամ ցույց էր տալիս, որ բաց սահմանները ամեն դեպքում շատ ավելի էֆեկտիվ կարող են լինել։ Նույն Սիրիայում, ինչպես գիտենք, հիմա
չասենք պրոթուրքական, բայց Թուրքիայի համար ոչ այդքան մերժելի կառավարություն կա եւ Հայաստանը այդ օգնությունը ուղարկելով միգուցե այդպիսի մեսիջ է փորձում նաեւ հղել Թուրքիայի կառավարությանը։ Քանի որ Թուրքիայից խոսեցինք, վերջին օրերի ներքաղաքական իրավիճակը լարվել է քաղաքապետի ձերբակալուց Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո, ինչ իրավիճակի սպասենք, հնարավոր է լուրջ լարումներ։ Ամեն դեպքում Թուրքիան դա Ադրբեջանը չէ այն պարագայում, երբ որ մենք Ադրբեջանից էինք խոսում, ներքին լսարանի եւ ընդդիմության եւ այլնի մասին, Ադրբեջանում ինչպես արդեն նշեցինք, դա չկար, Թուրքիան փոքր այլ է, Թուրքիան ավելի բաց երկիր է այս առումով, Թուրքիայում կա ընդդիմություն, կան գործիչներ, իհարկե քաղաքական բռնաճնշումները ոչ միտեղ չեն անհետացել եւ Թուրքիայում նույնպես գոյություն ունեն, սակայն Թուրքիայում քաղաքասարակություն կա նույն Ստամբուլի քաղաքապետով ընդդիմադիր էր եւ երկար տարիներ նա արդեն Ստամբուլի քաղաքապետն էր, այսինքն այդ բանտարկել եւ այլն Թուրքիայում ավելի մեղմ մակարդակի է։ Այդ պատճառով այս ցույցերը կարող են եւ ինչ որ լուրջ նշանակություն ունենալ, միգուցե որոշակի զիջումներ փորձեն հասնել Էրդողանից եւ այլն, սակայն ռեժիմի տապալում կարծես թե այս բանին ես որ շատ ցածր եմ համարում հավանականությունը Էրդողանի իշխանությանը լուրջ վնասի հասցնելու մասին։ Այսքանը պարոն Սարգսյան, շնորհակալություն։